Ալման Հրաչասանվելի Արաքելյան, Լոյական 31-50 Մնացած հետևանքին ծանոթ եմ, Հարգելի մեղադրյալ անունազրանում Հայրանը Մանդալյան Ռաֆիկ Արոն ծնված 1994 թվականի փետրվարի 20-ից որտեղ քաղաք Երևան ազգությամբ այո Հայաստանի Հանրապետության քաղաքացի այո ինչ կրթություն ունեք Բարձրագույն կրթություն մագիստրոսի կոչում 2 դիպլոմ ավարտել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ագրարային համալսարանը շատ լավ ինչ մասնագիտությամբ եք ավարտել Կերլերների բժիշկ ինչպես Կերլերների բժիշկ ամիսների բժիշկ ամուսնացած եք ոչ որտեղ եք հաշվառված որտեղ եք բնակվել Նորարեշ 30 փողոց 3-րդ տան Նորարեշ 30 փողոց 3-րդ տանը ձեր առողջական վիճակը որոշակի խնդիրներ ունեմ շաքարի դիաբետիկ կարգի ինչպես մնացած բոլորս ուրիշ շաքար դա մեկ էլ երեխաների շատ լավ առողջություն եմ ձեզ Շնորհակալ Ստեք Արգելի կողմեր ստացել եք արդյոք վարույցնացնելու և նախնական դատարանություններ նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ուշացել։ Արգելի մեղադրյալ ստացել եք։ Այո, ստացել։ Արգելի պաշտպան շատ հետաքրքիր չի իմանում ինքը ստացել է թե ոչ որ որոշում եք էլի։ Ես Բաժան դավակի հարցի պատասխանելուց Ես որ իմանեմ ինչ մասում Ես շատ բան Թե ինձ մոտ տպավորություն ստեղծվեց որ չգիտի ստացել է թե ոչ դուք պատասխանում եք որ ստացել է Իսկ մեղադրական եզրակացության պատճենի համար ինչ կասեք ստացել եք արդյոք Դա գործն է Մեղադրական Դա այո, ստացել եմ Կարող եք հիշել երբ եք ստացել Կլինի 3 օրից ավելի ժամանակ որ ստացել եք Այո Այո Այո, 2 օրից ավելի ժամանակ Վստահեցնում Այո, դրանից շատ Շնորհակալ Շատ նստեք Սուրբ Քրեական գործով մեղադրանքի դատարանը պաշտպանում է Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոն և նոր Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Գուրգենյանը բացառ ունեք դատախազի դեմ, թե ոչ Ոչ, դուք հարգելի մեղադրյալ Ոչ Շատ լավ Ձեր ցանկանում եք, որ ձեր շահերը դատարանում ներկայացնի Պաստաբան Արաքելյանը Այո Շատ լավ, դուք եթե չեք սխալվում ևս մեկ պաշտպան մասնակցում եք ձեր գործով ներգրաված ամեն դեպքում այս դատական նիստին չի ներկայացել պաշտպանական իրավունքն ապահովված է հետևաբար կշարունակենք իր բացակայությամբ Ցանկանում եք, որ երկու պաշտպաններն ձեր շահերը պաշտպանեն դատարանում Ես նման հարցերով որոշումները կարծում եմ կարող գտամ որպեսզի որոշումի հաստատվարները Նախ դուք ցանկանաք, որ Ցանկանում եմ Պաշտպանները ձեզ պաշտպանեն, հետո նոր պաշտպանները որոշեն, ձեզ պաշտպանեն, թե չպաշտպանեն Այո, Ցանկանում եք, որ երկու պաշտպաններն են ձեր շահերը դատարանում ներկայացնեն Իհարկե ցանկանում եմ, բայց իրանք կարող են այդ պաշտպանությունը կազմակերպել այնպես, ինչպես նպատակահարմար է Դա բնականաբար Չէ, ուղղակի դեռևս քննարկենք վարույթից հեռացնելու հարցերն է քննարկում այս պայմաններում առաջին դուք պետք է ցանկանաք որ ձեր շահերը պաշտպանեն հետո կողմի կարծիքը կլսենք վարույթից հեռացնելու հարցին անդրադառնանք եւ դատարանը ամփոփական որոշումը կայացնի բայց ամեն ինչը սկսվում է ձեզանից ձեր ցանկությունից ձեր համարտահայտությունն է թե ինչ կերպ դուք պաշտպանվեք ձեր շահերը ներկայացնեն դուք ներկայացնեք լավ Ձեր իրավունքների և պարտականությունների հուշաթերթը նշեցիք, որ ստացել Այո, Պարզ է, պարզապանման կարիք կա Ոչ, ես հասկացել եմ Շատ լավ, շնորհակալություն նստեք Շնորհակալ Վարույթից հեռացնելու շնորհություն ունեք պաշտպաններին Թեև մյուս պաշտպանը Հրանտ Ամանյանը դատական նիստին ներկա չէ բայց վարույթից հեռացնելու հարցը եթե անհրաժեշտություն լինի քննարկենք նաև հետագայում լավ Արգելի կողմեր սույն քրեական գործով դատական նիստը նախագահում է Երևան քաղաքի առաջին արձանային կանոնիրավասության քրեական դատարանի դատավոր Մելիքյանը նիստերի քարտուղարն է Ներսյանը նախագահ դատավորի նկատմամբ հիմնամասնակի միջնորդություն
Ելիստերի քաղաքավարի դեմ բացառք ունեք հայտնելու։ Շնորհակալություն։ Արգելք վերաբերյալ դուք ունեք։ Ոչ, ոչ։ Շատ լավ։ Ընդհանրության վերաբերյալ ինչ կասեն կողմերը։ Պատվիրան դատարան կանոնների ամբողջությամբ պահպանվածային ինտեգրալության եւ անվտանգության առաջնորդի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շատ լավ։ Պաշտպանական կողմը տարբերող կարծիք չունեք։ Չունեք։ Շատ լավ։ Ընդունեմ ձեր պատասխանը նաև վերադրյալի պատասխանը։ Կողմեք եք ընդունում։ Լավ։ Այդ դեպքում եկեք պայմանավորվենք այսպես, եթե ձեր պաշտպանը հոգնակի թվով պարզաբանում է, դուք ուղղակի ինչ-որ մի ժեստիկուլյացիայով համաձայնությունը տվեք։ Լավ, Շատ բարի։ շատ լավ։ Քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու հարցի վերաբերյալ ինչ կասեք կողմերը։ Այսինքն ներառական Պաշտպանական կողմը ներկայային շատ լավ։ Վերադրյալի նկատմամբ ընտրված խափանամիջոցի հարցի վերաբերյալ հարգելի վերաբերյալ Շնորհակալություն պատվիրան դատարան ներառյալի նկատմամբ որպես խափան միջոց ընտրել կանոնքը եւ դրա կիրառումից ի վեր բոլոր գործոնների երկ չեն եկել, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ կիրառված կանոն խափան միջոցի իրավաչափության պայմանների փոփոխության համար, որովհետեւ պայմանները պատվիրան դատարան կարծում են, որ կիրառված խափան միջոց կանոնքը դեռևս ինտեգրալ պահպանման եւ փոփոխման եւ վերացման հիմքերը բացակայել։ շատ բարի հարգելի պաշտպանողներ Պատվիրան դատարան ես շնորհում եմ հսկող նախախոզի ներկայացված մեղադրողի ներկայացվածի երկողոց շնորհություն ունենք ներկայացնելու խափանման միջոցի վերաբերյալ Գործի դատավարական հաղորդիչ նախապատմությունը իմ կարծիքով պատվիրան դատարան ներկայացնելով անհրաժեշտություն այս բան չեմ տեսնում Միջնորդության հիմքեր հիմնավորներ և պահանջի մասով ուսումնասիրելով Ռաֆի Մալդանյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու մասին որոշում համապետության որարման, այն համաբերելով պետքի վաստական հանգամանքներին, գործի նյութերին, աղացույցների դոկտրինալ աղբյուրներին, Հայաստանի Հանրապետության քրեական և քրեադատավորական օրենսդրությանը, հանդում ենք հետևության, որ Մալդանյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կանոնքը ներկայ անմիջական խափանման միջոցներով փոփոխման, ինչպես նաև հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումների վերացման, ստորև ներկայացված հիմքերով և հիմնավորումներով։ Հարգենք համարում է հերթեցել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան նկարագրված արարք ունի մի շարք պարտադիր հատկանիշների միաժամանակ առկայություն, առանց որոնց չի կարող լինել ահաբեկչության հանցակաց։ Նշված իրավական Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում ահաբեկչության համար։ Բայց ներքիսում կամ այլ հանրապետական արարք կատարել կամ դրական սպառնալիք կամ շինություն կամ տրանսպորտային հաղորդակցության կամ միջոց այլ հաղորդակցության ուղղից արտերը կամ պահել են զուգորդված քաղաքացիական անձի կամ զինված ընդհանրման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին կյանքից զերգելու առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով որի նպատակն է բնակության կամ տեղառանցին խմբերին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, հանրային իշխանության ներկայացուցիչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչին կամ այլ կազմակերպությունում ծառայող անձին որևէ արարք կատարելուն կամ հանցավորի այլ պահանջ կատարելուն հարկադրելը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ահաբեկություն համարվող ցանկացած այլ արարք։ Նշված իրավական նորմի նկարագրից եւ բառացի ձևակերպումից ուղղակիորեն հետևում է, որ վերաբերելի մասով անհրաժեշտ է անվարժան դասարանցերի ուշադրությունը դարձնել, որ արարքը որպես այդպեսին որակելու համար պահանջում է 3 միաժամանակյա հատկանիշների ամբողջություն։ Բայդիոն հերքիզում կատարելը ուղղակի զուգորդված խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այդ ծանր հետևանք առաջացնելու վտանգով նպատակը բնակության կամ տեղառանցին խմբերին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը։ Իրավական նորմի կառուցվածքից ակնհայտ տեսանելի է, որ այս առանձնապես ծանր հանցագործության իրավական որակման համար նախատեսվել է 3 խումբ հատկանիշների միաժամանակյա առկայություն, որոնցից երկուսը վերաբերել են հանցակազմի օբյեկտիվ կողմին, իսկ մյուսը սուբյեկտիվ կողմին, արարք հետևանք նպատակ։ Սույն դեպքում մենք պայթյուն հերքիզում կատարել է, թեև խիստ վիճել է այն պայթյունը, թե միայն հերքիզում, ինչևէ եթե անգամ այն չվիճակենք, ապա մյուս երկու հատկանիշները ակնհայտ բացակայում են։ Նույնիսկ դատական փորձաքննությամբ
հաստատվել է, որ դարբասին պատճառված վնասը կազմում է 24,000 Հայաստանի Հանրապետության դրամ, այսինքն խոշոր չափերի վնաս չկա, այդ մարդկանց երկրներն են։ Այդ ծանր հետևանք առաջացնելու վտանգը որպես օբյեկտիվ կողմի հատկանիշ չի կարող ենթադրությամբ վերագրվել Մանդալյանը, քանի որ բենզինով լի 3 շշերը վերջինս նետել է մեդալյա դարբասների ուղղությամբ, նույնիսկ տեսանյութերով բավարժան դատարան երևում է, որ մեկը գետնին գրեթե գլորվելու եղանակով է հերկիսում առաջացել, ինչից ակնհայտ է, որ հետը հանցքային անվտանգության ծառայության շենքում տարածվելու ակնհայտ իրատեսական պոտենցիալ չունի, մինչդեռ եթե գնահատենք Մանդալյանի գործողությունների բնույթը, ապա այդ ծանր հետևանք առաջացնելու վտանգով զուգորդված գործողություններ կատարելու հնարավորություն վերջինս ունեցել եւ չի արել։ Այսպես օրինակ չի նել այբաց շշերը շենքի պատուհանների ուղղությամբ, որի параգրաֆը ակնհայտ է լինելու, որ հետո տարածվելու է շինության ներսով։ Կարող է խոշոր չափերից ավելի գույք վնասել, վտանգել մարդկանց կյանքերը եւ առողջությունը։ Տեղին է նաեւ պատվարժան դատարանների ուշադրությունը հրավիրել, որ նշված տարբերակով օբյեկտիվ կողմի հատկանիշն նշված տարբերակները օբյեկտիվ կողմի հատկանիշն են, սուբյեկտիվ կողմի չեն, ինչպես նպատակով, հնարավոր չէ զուտ ենթադրությամբ կամ վերացական ձևակերպումներով գնահատել դրանց առկայությունը, դրանք պետք է գոյություն ունենան օբյեկտիվորեն եւ ընկալելի ձևով, որպես նյութական հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ պետք է տեսանելի եւ շոշափելի լինել։